Մեր ամոթն է, որ Վիգեն Էլջեքչյանի կինը Լինդան դիմել է Մեհրիբան Ալիևային եւ Լինդան խնդրել էր, ես Լինդայի հետ կապի մեջ եմ եւ խնդրել էր, որ իր այս քայլը ես տեսա մամուլում, խնդրել էր, որ իր այս քայլին մենք ըմբռնումով մոտենանք, որովհետեւ ինքը հասկանում է, որ իր ամուսինը չի ապրելու։ Մեր ամոթն է, այո, որ ռազմագերիների ծնողները, մայրերը, մեր ամոթն է, որ անհետ կորածների ծնողները ինձ նախորդին ասում են, մենք ուզում ենք Ալիևին նամակ գրել, ասել եմ, ինչ եք ասում, այս ինչի մասին եք դուք մտածում, բենզալցակայինից, այո, դա մեր ամոթն է, ես եմ իրենց հորդորել, բենզալցակայանից անհայտ 22 կորածների ծնողները ասում էին, ինչ անենք, մենք մտածում ենք անգամ Ալիևին նամակ գրենք, ասենք, եթե մեր որդիները քեզ մոտ են, բաց թող նրանց, ես եմ հորդորել նրանց այդ քայլին չգնալ, ասելով, որ մի արեք այդպիսի բան, որովհետև դա հարցի լուծում չէ եւ երկրորդ դա իսկապես ես համարում եմ ամենածայրահեղ եւ ինձ համար ոչ ընդունելի քայլ, բայց ես չեմ կարող Վիգեն Էլջեքյանի կնոջը Լինդային մեղադրել, ով դիմել է Մեհրիբան Ալիևային եւ աղերսում է, ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ասում է, որ ես ճարահատյալ եմ գնացել այդ քայլին, որտեւ ես կկորցնեմ իմ ամուսնուն, բայց ես ուզում եմ, որ իմ ամուսինը լինի մեր կողքին, լինի իր երեխաների կողքին, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է այն մասին, որ մենք չունենք պետություն, որ զինվորի անհետ կորած զինվորի ծնողը մայրը մտածում է ում նամակ գրի, ռազմական հանցագործ մեր երեխաներին մորթած Ալիևին